Ոստիկանները ձեռքերը ոլորած են մեքենան նստեցնում էպիլեպսիա երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 41-ամյա Արմենին։ Ամեն ինչ սկսվեց, երբ տղան փորձեց իր մորը ազատել ուժայինների հրմշտոցից և հարվածեց ոստիկանին։ Էպիլեպսիկ հիվանդած այցելով նստածին մեքենան տալը։ Սա էսի պետություն, էսի պետություն չի, էսի սրիկաներ են սա։ Ես խնդրեցի ոստիկաններին, որ թողեն ես անցնեմ այն կողմը, չթողեցին, երեխեն ջղայնացավ ու խփեց, լավ արեց։ Վարդաշենի 4-րդ կարգի վթարային շենքի տասնյակ բնակիչներ վաղ առավոտից կառավարության շենքի դիմաց են։ Երկու շենքում ապրում է 180 ընտանիք, այդ 180 ընտանիքի կյանքը մազից է կախված։ 180 ընտանիք բողոքում է, որ հանրային գերակաշահ ճանաչված իրենց տների համար չնչին գումար է առաջարկում կառավարությունը և 1 տարի ժամանակ շուրջ 7 միլիոն դրամին համապատասխան տուն գտնելու ու տարածքը մինչև հաջորդ ամառ լքելու համար։ Այսքան պայքարից հետո, այսքան տանջանքներից հետո իրանք ինձ գումար են տրամադրում, մենք այդ գումարին համաձայն չենք, ձեր ցավն էլ տանեմ, այդ գումարին համարժեք ինձ տուն տուր, տուն արտուր, ես համբանեմ, խի Հալաբյանինը, խի Էրեբունի Մասիվինը, խի Տեցի կրուկինը, սաղին տուն տրամադրեցին, հերթը հասա Վարդաշենինը, վсё արդեն գերակաշահույթի տակ է։ Բողոքող քաղաքացիների հետ հանդիպման կառավարությունից ոչ ոք չեկավ։ Փոխարենը լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետությունը որևէ պարտավորություն չունի Վարդաշենի հանրակացարանի բնակիչների նկատմամբ։ Հարգելի քաղաքացիների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չունի։ Այսինքն այդ որ ասում են 7 միլիոն են տալիս, բա ինչքան տանք։ Այսինքն պետությունը պարտավորություն չունի իրանց նկատմամբ։ Փաշինյանի խոսքով 7 միլիոնը բավարար է կեցության հարցը լուծելու համար, սակայն որտեղ գտնել 7 միլիոն դրամով տուն, Փաշինյանը չի ասում։ Այդ գույքի շուկայական արժեքը 0 է։ Մենք դրա դիմաց առաջարկում ենք 7 միլիոն դրամ։ Այո, հանրապետությունում կան տեղեր, որտեղ կարելի է 7 միլիոն դրամով բան անել, գույք ձեռք բերել։ Երևանում նույնիսկ հարակից մարզերում այդքան գումարով նույնիսկ դատարկ հողակտոր գնել չեն կարող, ասում են վարդաշենցիները։ Ավտանում չեն կարողանա ռայոնում այսօրվա դրությամբ հաջնում ես այսօր իմացել եմ տնամերձ դատարկ հողը տվել են $50,000, ես իրանց տված գրոշով շամ բուն չեմ կարող առնել։ Քոռ ու փոշման տուն են գնացել վարդաշենցիները, բայց ասում են չեն դադարելու պայքարել իրենց իրավունքների համար։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան և Էլեն Յահինյան, Հայլուր։